Շարժ։ Եվ 90%-ով քաղաքը ավիրված է եղել։ Հրապարակներում ուրեմն շենք շինություններ է կառուցվել։ Իմ օրոք 40,000 տնակ է հեռացվել։ Այսինքն ոչ մի բան իր տեղը չի եղել։ Իմ օրոք կառուցվել է 17,000 բնակարան։ Իմ օրոք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներն ու գյուղերը միասին բացի Երևանից մասնավորը անավերական շինարարություն չի արել, ոնց որ Գյումրի քաղաքում։ Ուրեմն մեր նպատակն է քաղաքը կառուցել։ Մինչև այսօր, որ դուրս եմ եկել 12 թվականից, ուրեմն ընդամենը 15 թե 20 շին թույլտվություն են տվել։ Հիմա որ եկել եմ նորից քաղաքը շենացել է, մարդիկ ասում են քաղաքը կառուցվում է։ Այսինքն մեր նպատակը եղել է քաղաքը կառուցել։ 1 մետրը, 2 մետրը այս կողմենքում մեզ համար արժեք չի եղել։ Ինչի համար։ Որովհետև այդ 60 հոդվածը, որ իրանք դոգմա են վերցնում, 60 հոդվածը կարող է փոխել քաղաքապետարանը։ 60 հոդվածի տերը քաղաքապետարանն է։ Ուրեմն հատակագծի տերը քաղաքապետարանն է եւ քաղաքապետարանը իրավունք ունի փոփոխություններ անելու։ Ուրեմն մյուսն ասեմ ես։ Հիմա ես հարց եմ տալիս։ Ես հիմա հարց եմ տալիս։ Դեպից հետո հարց եմ տալիս։ Ուրեմն քաղաքի գլխավոր հատակագիծը որ կաբինետում է եղել, ով է գլխավոր հատակագծի վերջնական նայում չափաները անում, կազմակերպում։ Քաղաքաշինության բաժինը եւ ճարտարապետը եւ քաղաքաշինության բաժինը։ Եվ գտնվել է նույնությամբ կադաստրում, որ կադաստրը երբ որ հողհատկացումներ անում գտնվել են, կադաստրը նայում էր քարտեզը եւ ասում է սա բացում մենք չենք գրանցի, վկայական չենք տա, որովհետեւ դուք սխալ եք արել, խնդրում ենք բացատրեք, ինչն է պատճառը։ Բացի դրանից, մարզպետարանում գտնվում է ասեք, լավ, ես իշքան հիշում եմ մարզպետարանում էր գտնվում, որով և Խախշին նախարարությունում, որովհետև այդ ամեն ինչը պտտվում է։ Եթե մենք փոփոխություն էինք անում հանգարց, որևիցե քարտեզի մեջ, եթե այդպիսի բան չէ։ Ասում եմ, որ ինքը ասի արել, թե չէ։ Լավ, հարց, երբ որ տեսնվում էր, որ ասենք այս հատվածը չի կարելի շենքշինություն կառուցել։ Ուրեմն գրություն էր գրվում, իշքան հիշում եմ, մարզպետարան, Խախշին նախարարություն, համաձայնությունը վերցվում էր, հետ էր գալիս եւ արվում։ Հիմա ես պարոն Դադախազին մի քանի անգամ ասում եմ, նմանատիպ գրություններ կա թղթերի մեջ եւ թե ոչ, ինքը ասում է չկա։ Իսկ ես բարձրադայն ասում եմ, դիդավորը թղթերը միջից անել են, ով է դրա տերները, թղթերը, ով է տարել, ոնց է դրա պահվածները։ Այսօր որ քաղաքականության համար մենք գտնվում ենք այդ բանդում, այդ թուղթը միջից անելը վարյալ է։ Ով է դրա տերը, որտեղից դրի մենք գտնենք։ Վկային հարցը տալիս։ Հիմա քաղաքապետը, որ դուք հիմա բերում էիք, ասենք մասնագետը, գլխավոր մասնագետը, բաժնի վարիչը, մյուսը մրցույթներ ամեն ինչ անցկացրած, բերում վերջում որոշում էր կայացնում քաղաքապետը։ Քաղաքապետի որոշումը դեռ եղած մի հաշիվ չէր, դուք ամեն ինչ արել, վերջացրել եք։ 30 հոգի մարդ եք աշխատում ամեն բաժնում։ Քաղաքապետը օրական 10-ատ, 50-ատ, 30-ատ նմանատիպ որոշումներ։ Ես որը կարող եմ հիշել, մասնագետները դուք եք, ես դրա տեր եք։ Հարցը հետևյալ է։ Ինչ նշանակություն ունի ձեր բաժնի եւ մասնապետի համար քաղաքապետի որոշում։ Չէ, ես այն ձերի ասել։ Հարց հետևյալն է։ Չէ, ես դեպի բոլոր մասնագետները արդեն չափ է կտրվել, հասել եք քաղաքապետյանին։ Քաղաքետու ամեն ինչ գտնում եք։ Ես մասնագետը ոչ մասնագետը կարող եք տալ։ Կարող եք կայացնել կանայն, որ օտար էին կամ ըստ ձեր տված եզրակացությունից մասնագիտական որոշումներ կայացնեն մասնագետները։ Կոնկրետ մասնագետ։ Դրա համար է դա ոչ կառուցել։ Շնորհակալություն։ Այլ հարցեր կան։ Այդ մեր ակերի հաստաբանը հայապետանը հաստատեց, ասել, դուք պատասխանեցիք, որ